Անչափահասների հանցագործությունները, նրանց ներգրավվածությունը իրավախախտումներում մնում է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականին անչափահասների կողմից կատարվել է ընդհանուր 62 հանցագործություն, որոնցից 58-ը կատարել են 16-ից 18 տարեկանները, իսկ մնացած 4-ը 14-ից 16 տարեկանները։ Վիճակագրությամբ անչափահասներից 27-ը ոչ աշխատում, ոչ էլ սովորում են։ Երեխաներից 27-ի նկատմամբ դատարանները պատիժ են նշանակել ազատազրկում, որոնցից 25-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Մասնագետները ասում են, անչափահասների նկատմամբ բացառիկ ուշադիր պետք է լինեն թե ծնողները, թե ուսումնական հաստատությունները։ Հսկողություն պետք է լինի նաև ոստիկանության կողմից ներգրավվածությունը, որովհետև շատ կարևոր է յուրաքանչյուր կատարած արարքի շրջանակներում պետք է շտկել եւ ավելի խորացնել հսկողությունն ու վերահսկողությունը։ Սոցիալական ցանցերում տարածվող բռնության տեսանյութերը կամ վիրավորանքները տեսնելով, ըստ մասնագետների, անչափահասները սխալ վարքագիծ են կրկնօրինակում, քանի որ դրանց արագ տարածումով երեխաների մոտ սխալ ընկալում է ձևավորվում երևույթի նկատմամբ։ Հիշեցնում են, որ քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, սակայն կան որոշակի հանցագործություններ, որոնց պարագայում քրեական պատասխանատվության կարող են ենթարկել նաև այն անձանց, ում 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, օրինակ ավազակության, շորթման կամ առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում։ Եթե 14 տարին լրացած չի անչափահասը կատարել է հանցագործություն, ինքը չի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սրա հետևանքն էլ պետք է օրենսդիրը մտածի։ Շատ դեպքերում մասնագետների դիտարկմամբ, որքան ցածր մակարդակի վրա է գտնվում ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան ավելի դժվար է լինում անչափահասներին վերահսկելը։ Խնդրից զերծ չեն նաև ապահով ընտանիքների երեխաները, նկատում են մասնագետները։ Ասում են, իրենք էլ են հակված հակասոցիալական վարքեր դրսևորելուն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաների միջև դպրոցում կամ բակում տեղի է ունենում մրցավազք, կապված նյութական կարողությունների հետ, որն էլ հաճախ վերածվում է լուրջ բախումների եւ կարող է անդառնալի հետևանքների բերել։ Մեզ մոտ մարդկանց պարակտում է անգամ բջջային հեռախոսի գինը։ Նշանակում է, որ չեն գործում ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ ֆորմալ մեխանիզմներ հասարակության արդյունավետ կառավարման։ Ահա այստեղից նաև բազում կոնֆլիկտներ, որոնք այն ավելի կշատանան մեր հասարակության մեջ։ Մասնագետները փաստում են, միայն պատժողական մեխանիզմներով հնարավոր չէ լուծել այս հարցը։ Անհրաժեշտ է վաղ փուլում արձագանքող կանխարգելիչ եւ կրթական քաղաքականություն, որտեղ պատասխանատվությունը կրում են բոլորը՝ ընտանիքը, դպրոցը, իրավապահ մարմինները եւ հասարակությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։